Ինչու որոշվեց հանկարծակի, որ պետք է շենքն այլևս այստեղ չգտնվի եւ ապամոնտաժի որոշակի հատված։ Ընկերները եկան լրիվ ուրիշ որոշում են ցույց տվել քաղաքապետի, այլ հասցե են ցույց տվել, Հյուսիսային պողոտա 2 հասցեով որոշում են կայացրել, այս տարածքը Հյուսիսային պողոտա 2/3 է եւ բացարձակապես այդ իրանց ցույց տված որոշումը մեր հետ ոչ մի առնչություն չունի։ Ուղղակի իրանք բացատրեցին, որ հանձնարարական ունեն, պետք է քանդեն եւ ուզում է դատական որոշում լինի, ինչ ուզում է լինի, միայն պետք է քանդեն։ Հիմա ես չեմ խոչընդոտում, հասկանում եմ, ասենք, ոնց պետք է խոչընդոտել, չափայը չեմ։ Իսկ որ չեք խոչընդոտում, հասցնել նույնը չէ։ Իրեն բոլոր փաստաթղթերը ցույց են տվել, ոչ մեկ այդ փաստաթղթերի նշանակություն չտվեց։ Փաստաթղթերը ամբողջ ուսանք 100%, դաժե 99% 100% փաստաթղթերը ամբողջ առկա են եւ սա 21 տարվա կառույցն է, 21 տարվա։ Իսկ ըստ ձեզ ինչու հանկարծ որոշվեց, ինչ որ անձնական անձնավորում։ Անձնական խնդիրներ։ Միայն անձնական անձնավորում, երբ որ սա շատ խորքային հետևանքներ ունի։ Կոնկրետ ինչ հետևանքների, ինչ։ Դե այն մարդկանց ձեռքի գործն է, ովքեր որ 16 տարի փորձում են շենքի ինժերից խլեն։ Ովքեր են այդ մարդիկ։ Նախորդ կառավարության Սերժ Սարգսյանի եւ նրա հարող շրջապատի, անձնական շրջապատի մարդիկ են, որոնք իրենց հիմա լծակներ ունեն քաղաքապետարանում, հակակոռուպցիոն կոմիտեում, որտեղից որ գալիս է այս բոլոր ինքնությունը։ Ձեզ անձնապես ձեր հետ որևէ խնդիր ունեն, այսինքն։ Դե հենց հիմա իմ հետ անձնապես խնդիրը շատ խնդիրներ կան, որը որ ասենք ես գրավոր կներկայացնեմ։ Շատ լավ։ Իսկ մինչ այս տեխնիկային է ստեղ վերել, տեսանք ծանր տեխնիկա քանդելու համար։ Մինչ այս ձեզ որևէ զգուշացում չի եղել, որ գալու են այսպիսի աշխատանքներ են լինել։ Չի եղել, եւ պարտավոր էին ծանոթային կանխապ, որպեսզի կարողանայի հնարավորություն ունենայի պաշտպանվելու եւ իմ հաստատությունները ներկայացնելու, իմ բոլոր իրավական հիմքերը ներկայացնելու, ինչ չծանոթվել տեղում, հենց նոր ես անակնկալ եմ եկել եւ բայց հաստատությունները ամբողջությամբ ես փաթեթը ներկայացրել եմ, որը որ ընդհանրապես քննարկման առարկա չդարձավ։ Ստեղ համայնքի ղեկավարը, հասարակական կարգի վարչության պետը, իրավաբանը ներկայացան, բայց ոչ մեկ իմ այդ հաստատները ուշադրություն չդարձավ։ Ճիշտ եմ հասկանում, որ շենքի միայն այս դիմային հատվածն է քանդվելու։ Այո, որ ունի առանձին հասցե։ Առանձին գրանցում ըստ այդմ։ Առանձին գրանցում, առանձին հասցե։ Սա Հյուսիսային պողոտա 2/3-ն է, իրանց որոշումը կայացված է Հյուսիսային պողոտա 2-ի վերաբերյալ։ Բացարձակապես ոչ մի առնչություն այդ որոշումը իմ հետ չունի։ Ասում եք լծակներ ունեն նախկինները քաղաքապետարանում, բա ինչի այս ներկայիս իշխանության օրոք ձեր դեմ այսպիսի քայլերի գնացին։ Ես չգիտեմ, այդ փոքր լծակները ես ընդհանրապես քաղաքականություն չեմ զբաղվում, բայց լծակները միակն են, որպեսզի ասենք ինձ տրամադրեն գալող տարվա ընտրություններին, որ ես ասենք խոսքի իմ ձայնը չտամ։ Միայն դա է իմ Այսինքն սա եւս նախընտրական պայքարի մի մաս է։ Իհարկե նախընտրական է, իմանալով հանդերձ, որ ես միշտ սատարել եմ ներկա կառավարությանը, հիմա ինձ մեխանիկորեն զարկում են օպոզիցիա, որպեսզի ես դեմ դուրս գամ, բայց ինձ սրանով էլ դեմ չեն անել, որովհետեւ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ուղղակի հայտարարություն եմ անում, որ ապօրինի գործողություն են կատարում եւ իմ փաստաբաններն են այստեղ, որոնք որ իրանց ապացուցեցին, որ սա այլ հասցե է եւ ոչ մի առնչություն չունի իրենց որոշման։ Օրինակ, կշարունակեք քաղաքային իշխանություններին դիմել, ասում եք նրանց հետ ընկերներ եք, մոտ եք, իրենց դիմել այս հարցը, ասեցիք, որ սատարում եք, չէ՞։ Ես ոչ մի ընկեր չեմ, ես ուղղակի քաղաքականապես եմ սատարել։ Սատարել եք, շատ լավ։ Իմ որպես քաղաքացի քաղաքական դիրքորոշում։ Ես ոչ մեկի ընկեր չեմ, ես ոչ մեկին անձամբ չեմ ճանաչում։ Այսինքն իշխանություններին այդպես չեք դիմի, որ ձեր այս հարցը լուծեն, ձեր խնդիրը լուծեն։ Դիմելու ոչ մեկին չեմ ճանաչում դուք։ Դա քաղաքական ին որպես քաղաքացու դիրքորոշումն է եղել, որպեսզի ասենք խոսքի բարեփոխումներ լինեն այս պետության մեջ, մեր երեխաները կարողանան ապրեն բարեկեցիկ երկրում, բայց հիմա այս պարագայում ասենք ես դա իմ մեկնաբանությունն է, իսկ մնացածը մենք խտային կներկայացնենք եւ պայքարենք
Տպավորություն է, որ քաղաքապետարանում մնացել է մենակ քաղաքապետը եւ իր քաղաքուհին մոտավորապես 70 հոգի ստեղ մարդիկ եղավ։ Չգիտեմ ինչ կասկածներ ունեին, թե իմ անդի նկատմամբ, որ ես ըմբոս ստանալու եմ, ստեղ չգիտեմ ինչ է լինելու, ծայց ջարդ, բայց ոչ մի բացարձակապես մի կողմից ոչ մի այդպես նման դասավորում չի եղել։ Մենք ենք հաղորդում տվել ոստիկանություն, որ ապօրինի քանդում է ստեղ կատարվում եւ ոստիկանությունն եկե դեռ մեր կողմից արձանագրել է, որ ապօրինի գործողություն է կատարում եւ ցույց չեն տալի, գիտեք, պետք է մարդուն հնարավորություն տան, որպեսզի դատարաններն ինչի համար, դատարանները որպեսզի քաղաքացին կարողանա պաշտպանվի, իրավական տեսքով կարողանա քաղաքացին պաշտպանվել։ Ես ուղղակի չեմ կարող պատկերացնել, այս ամենի ինձ քաղաքապետարանի ներկայացուցիչը հաստատեց կամերաների ներկայացան, որ մենք այնքան բյուջե ունենք, եթե դուք վաղը կապացուցեք, որ մենք սխալ ենք, մենք փոխհատուցենք։ Այս փոխհատուցելու տարբերակներ կան, բիզնեսը խաթարելուց սկսած մինչև նյութական, ասենք, կարմիր բերետավորներով 70 հոգի միայն քաղաքապետարանի աշխատակիցներից ստեղ ներկայացում, ես այդքան ռեսուրս ծախսելու հիմնավորված չեմ։